ասել եք, որ գալու եք, այսինքն նա միտումն ապրել տարածքից թռել է, գուցե տարածքում փախեցա։ Հա? Բանչա, լոջիկա առանց պարաշուտի։ Ուրիշ բան էլ է։ Լավ։ Ուրեմն Ժողովուրդ ջան, խնդրեմ խոսափոխները մի փոքր մոտիկացնենք, ես հիմա միացնեմ ձայնագրությունը ամբողջ խոսակցության։ Տուերը միացնեմ։ Զրույցը բացացեք։ Լկներեք էլի, Ժողովուրդ ջան, Սա ձեր տեսանյութը հրապարակելուց հետո տեսանյութը հրապարակելուց հետո Ինչի՞ան։ Տիգրան Տեր-Մարգարյանը զանգում է ինձ։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ մի փոքր աղմուկ կա, որ ձայնագրությունը բոլորին լսելի լինի։ Մենք եղբայր։ Սկոճի ձայնը։ Չաղար այդ որ նյութ է կանում թաղապետին մատուցել։ Թափեմ ես վրեն, քո մեսրոպի։ Թափեմ ես քո վրեն, արա։ Դերը դեք տենակ, արա։ Թափեմ վրեն, արա։ Լսի այ հելերտի որնա, տեշակ պայմանավորիկ տենակ իրա, դեք թափեմ մրդի։ Պատասխան ես տալու, այ համբալ։ Ոչ որ իշխան դեմքից շպտացիք լավը զգացիք ոգևորվան, արա։ Այ համբալ։ Հեսա տենայի հալը դիչալնելու, արա։ Կար լխելու եմ քեզի, այ համբալ։ Քեզի դրել եմ ծարի տեր։ Տեր շապկաս ես, եղավ արա։ Քեզ որ դնում ես Ներողություն եմ խնդրում այս ձայնագրության արտահայտությունի համար, ինքը ոչ եթերային է, սակայն հանգամանքները այնպիսի են հասել, իրավիճակի են հասել, որ հանրայնացումը անհրաժեշտ է, քանի որ այս իշխանությունը հնչեցնում է, որ ժողովրդավար իշխանություն են իրանք, սակայն մենք տեսնում ենք խուլիգանական պահվածք է, ոչ վարչական շրջանի ղեկավարի վայել պահվածք է, որ զանգում է հայյանք է տալի, բացի պաշտոնյանից ինքը լավ տղա չի, ինքը, ասենք, հողոցայինով որ խոսենք, ինքը թռած թաղապետ է, որ մարդուն ասում են տեղ ժամ պայմանավորվում են գնանք տենանք, չի գալի, այն որ ասում են, որ հետո ուրիշ տեղեր չասի, դե ինքը բլոգերա բան էլի, սենց ոգևորված չխոսա, թռել է, հիմա ինքը գիտի, որ ստե եմ գալու, զանգերից չի պատասխանել, հիմա եկել եմ, ժողովուրդ ջան, իրան պատասխանատվության ենթարկեմ, ու հիմա Ուրեմն Ժողովուրդ ջան, ես հիմա հրապարակայնորեն ասեմ ու նաև Տիգրան Ավինյան ձեզ ուղիղ այս փնթու պայլաձևը, որի վրա հիմի թափելը մրցներին ու երեստերին կտեսնի ինքը որն է, առարկայական իրա, եթե այս մարդը մնաց պաշտոնավարեց, հավասարաչափ պատասխանատվություն կրում եք դուք, այսինքն ՔՊ-ն, հանրապետությունը միասին։ Սիրելի հայրենակիցներ, այս հանրապետությունը որ կա, իր նպատակը կեղծ ընդդիմադիր լինելով հանդերձ, գա նմանատիպ լկտիանա։